Ողջույն, ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն է։ Այսօր խոսենք մի հիվանդության մասին, որով տառապում է շուտ 200 միլիոն տղամարդ, որը յուրաքանչյուր 5-րդ տղամարդու 60-ից հետո ստիպում է ստանալ բուժում։ Դա շագանակագեղձի բարորակ գերաճն է, կամ ինչպես ժողովուրդն է սիրուն ասել, շագանակագեղձի ադենոման։ Ինչա տեղի ունենում։ Այստեղ տեսնում եք երկու նկար։ Մեկում ազատ միզարձակումն է։ Չունենք գերաճ, միզուղիները ազատ են, մեզ է գալիս եւ դուրս է թափվում։ Երկրորդ նկարում ունենք շագանակագեղձի գերաճ, երբ պարաուրետրալ գեղձերը փակում են միզուղիները ու չեն թողում, որպեսզի մեզը նորմալ դուրս գա։ Ու դրա համար, երբ որ շատ տղամարդիկ 60-ից հետո գնում են զուգարան գիշերը 2-3 անգամ, ասում են դե տարիքից է։ Չէ, տարիքից չի։ Դա նրանից է, որ կա ինֆրավեզիկալ օբստրուկցիա, այս տերմինը լավ պետք է հիշել, որը փակել է ձեր մեզի հոսքը ու ձեր միզապարկում անընդհատ մեզ կա, որը գրգռվում է ու դուք գնում եք զուգարան։ Պատճառները բազմապիսի են, սկսած գենետիկայից վերջացրած հենց Y քրոմոսոմ ունենալով։ Գրեթե բոլոր տղամարդկանց մոտ մենք դիտում ենք շագանակագեղձի գերաճ, սակայն 10 հիվանդից միայն 1-2-ի մոտ է այն պահանջում բուժում, բայց դա նույնպես ահռելի թիվ է։ Ինչա տեղի ունենում, ինչ բարդություններ կարան տեղի ունենալ։ Երբ որ մենք մեզը նորմալ չենք դատարկում, ունենք մեծ քանակի մեզի մնացորդ միզապարկում, մեզը սկսում է հետ գնալ դեպի երիկամներ ու բերում է արդեն երիկամներում լրջագույն խնդիրների։ Միզապարկը կորցնում է իր զգայունությունը, այսինքն մենք կարող ունենանք մեծ քանակի մեզ ու չզգանք։ Քրոնիկ միզակապությունը հանդիսանում է պատճառ, որպեսզի այնտեղ բազմանան բազմապիսի բակտերիաներ եւ այդ բակտերիաների շնորհիվ տեղի ունենան բորբոքային հիվանդություններ։ 65% տղամարդիկ բարորակ շագանակագեղձի հիպերպլազիայի ժամանակ չեն դիմում բժշկի ու դա բերում է հենց բարդությունների։ Օրինակ մենք հիվանդներ ենք ունենում, ովքեր ունենում են բարձր կրեատինին, հետո գալիս են կաթետեր են տեղադրում կամ ցիստոստոմա են տեղադրում, հետո այդ մարդիկ գնում են տուն, հետո գալիս են վիրահատվում են, մինչև երիկամները այսպես կոչված շողուլի ենք բերում։ Դրա համար ինչա պետք անել, տարեկան մեկ անգամ անցնել չեքափ, բայց դիագնոստիկային դեռ անդրադառնանք։ Շագանակագեղձի գերաճով պայմանավորված հիմնական գանգատներն են։ Հաճախակի միզարձակում։ Տղամարդը գնում է միզելու 5-10 րոպե հետո մի հատ է։ Գիշերը մի քանի անգամ դուրս է գալիս միզելու։ Տեսնում է, որ շիթը թուլացած է։ Ու միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն ունի նա։ Ինչ ենք անում այս պարագայում։ Անցնում ենք տարական դիագնոստիկ հետազոտություններ։ Կատարում ենք PSA քննություն առաջին հերթին, որպեսզի ուժղտենք օնկոլոգիական հիվանդությունները։ Երկրորդը կատարում ենք միզուղիների սոնոգրաֆիկ հետազոտություն։ Նայում ենք միզապարկը ինչքանով է դատարկվում եւ տեսնում ենք գնահատում են գեղձի չափերը։ Հետաքրքիր փաստ, որ տրանսաբդոմինալ սոնոգրաֆիկ հետազոտությունը որ կա, ընդհանրապես կարա նույնիսկ 50-60% շեղում տա չափսերի, սակայն հստակ ցույց է տալիս մեծացած շագանակագեղձը հանդիսանում է ինֆրավեզիկալ օբստրուկցիայի, այսինքն ճանապարհների փակման պատճառ, թե ոչ։ Ավելի ճիշտ գրագետ սոնոգրաֆիան դա տրանսրեկտալ սոնոգրաֆիան է, եւ հետանցքից դատչիկով նայում են շագանակագեղձին եւ գնահատում նրա վիճակը։ Հաջորդը որ կուզեմ ասել դիագնոստիկայից, դա մեզի ընդհանուր քննությունն է բորբոքումներ ժխտելու համար եւ Մայերս-Ծիմիի փորձը պրոստատիտը ժխտելու համար, դրա մասին կանդրադառնանք պրոստատիտի մասին մեր հաջորդող վիդեոներից որևէ մեկում։ Դիագնոստիկ տեսանք ամեն ինչով մեծացած գեղձը, մնացորդային մեզը, այստեղ շատ կարևոր է նաև ուրոֆլոու մետրը։ Ինչը իրանից ներկայացնում։ Դա հատուկ հետազոտություն է, երբ տղամարդը միզում է էլեկտրոնային զուգարանակոնքի մեջ ու մենք գրանցում ենք, ոնց որ սրտաբանները EKG-ն են գրանցում, մենք գրանցում ենք, թե ինչ կարգի է տղամարդը միզում, գնահատում ենք միզարձակման ուժգնությունը, արագությունը եւ ըստ դրա որոշում ենք ցուցված է վիրահատություն թե ոչ։ Շագանակագեղձի բարորակ գերաճը կարելի ասել ունի երկու բուժում՝ կոնսերվատիվ, որը սիմպտոմատիկ բուժում է, այսինքն չի վերացնում պատճառը, այսինքն ադենոման ոչ մի ձև չի փոքրանում, չի կորում, չի վերանում, եւ վիրահատական, որը հանդիսանում է ոսկե ստանդարտը։ Ոսկե ստանդարտների մեջ կա տրանսուրետրալ ռեզեկցիա։ Տրանսուրետրալ ռեզեկցիան ինչ է ինձ ներկայացնում։ Երբ հատուկ գործիքով ռեզեկտասկոպով մենք մտնում ենք միզապարկ, տեսնում ենք այդ պարաուրետրալ մեծացած գեղձերը ու կտոր միլիմետր սկսում ենք իրան մաքրել ստեղ վիդեոներից մեկում դուք կարող եք տեսնել։ Մաքրում ենք այդ պարաուրետրալ աճած գեղձերը, այդ հիպերպլազիան, այսպես կոչված, բացում ենք միզարձակումը, տղամարդը սկսում է նորից ազատ միզարձակել։ Սա շատ կարևոր վիրահատական միջամտություն է, որը ընդհանրապես թույլ է տալիս 40 րոպեից 1 ժամում տղամարդուն ազատել շագանակագեղձի ադենոմայից, մի քանի օր 2-3 օր մնալով հիվանդանոցում, տղամարդը դրանից հետո դուրս է գրվում հիվանդանոցից, մոռանալով իր խնդիրների մասին ու գիշերը հանգիստ քնելով։ Ինչ վերաբերվում է ալֆա ադրենոբլոկատորներին, որոնք մենք շատ սիրում ենք, տամսուլոզինն է օրինակ դրանցից ամենահայտնին, ինչ է տալիս իրանց կիրառությունը։ Իրանք որոշակիորեն ազդում են շագանակագեղձի բարորակ այդ գերաճած հատվածների վրա, բացվում է միզարձակումը
կատարվում է, սակայն հիվանդության պրոգրեսիայի զուգահեռ այս դեղերը կարան չօգնեն ու նմանատիպ դեղորայքի օգտագործում այս պարագայում կարող լինի ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ իրանք վերացնում են սիմպտոմները։ Ինչա պետք է անել։ Տարին մի անգամ ընդհանրապես պետք է անցնել միզուղիների սոնոգրաֆիա, որոշել մնացորդային մեզի ծավալը, կատարել ուրոֆլոմետրիա եւ որոշել ՊՍԱ-ի քանակը արյան մեջ։ Այս ամեն ինչը մեզ թույլ կտա հասկանալու համար ինչ վիճակում է գտնվում շագանակագեղձը մանավանդ 50+ տարիքում ու հասկանալ, ձեզ արդյոք բուժում պետք է, թե ոչ։ Ձեր հետ ձեր սիրելի բժիշկ Դավիթ Օնեյանն էր, առանց վախացնելու Easy Urology, пока։